Քարտեզներ էլ տվեք։ Եկանք հասանք Գորայք, մեր առաջի կետը եւ առաջին մարդիկ ում հետ նախընտրական տրամաբանությամբ բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Բարի լինի։ Առաջին մարդն եք, չէ, հա, շուկայում էլ ենք հանդիպել, առաջին մարդն եք Սյունիքի մարզում ում նախընտրական տրամաբանությամբ հանդիպում ենք։ Տեղակ եք, որ նախընտրական քարոզարշավը կարելի ով կա տանը ընդհանրապես։ Դուք եւ տիկինը։ Եվ հարսս։ Երեխա կա։ Երեխեքը դպրոցում։ Երեխեքը դպրոցում են։ Լավ տիկնոջն է բարևենք, եթե դեմ չեք։ Համեցեք դու։ Համեցեք։ Բարև ձեզ, տանտիկին։ Գոհար։ Վայ, բարև ձեզ։ Համեցեք։ Ձեզ համար բուկլետ ենք բերել եւ Հայաստանի քարտեզ ենք բերել։ Ուրախ ենք։ Ձեզ էլ քարտեզ, այստեղ QR կոդ կա, եթե ուզենաք կարող եք մտնել եւ ունեք ինտերնետ, սմարթֆոն ունեք, ոնց եք ընդհանրապես։ Ինչ կա չկա։ Ինչ ոնց եք, ինչ եք, ինչ ունեք ասելու։ Ձեր թոշակը բարձացել է։ Ինչքան։ 10000։ Ահա, 36-ը 46-ը վերցրի։ Ահա, իսկ առողջության շնորհակալ եմ։ Այն բանից, այն մեր քաղցրի այդ բանի թխվածքից մի հատ թող բերեք։ Երեխա կա տանը ձեր։ Քանի երեխա կա։ 2 երեխա, էլ, ահա։ Էս էլ ուրեմն երեխեքին կտակ, այս քաղցրը։ Երեխեքն շատ ուրախ սպասում են ձեզ։ Հա, սպասում էին։ Դպրոցից կհանեն ու չէ։ Չէ, դպրոցից չեն հան, եթե դասերը ավարտվեն այդ ժամանակ։ Ոնց եք, ինչ եք, ինչ ունեք ասել։ Իսկ առողջություն, դուք քանի տարեկան եք եղբայր, դուք։ 70։ Դուք վայ տնաշեն, ազնիվ խոսք, եթե ես 57-ից ավել հələ 70 տարեկան մարդու տեսք, հա, շատ ապրեք։ Բայց նշանակում է ձեր թոշակն էլ ավելացել։ Բա ինչի՞ց են չեք անում, ինչքան է ավելացել։ 10000, 20000 դրամ տանը ավելացել է։ Իսկ կարողանում եք անկանխիկ առևտուր անեք։ Քարտով կարողանում եք առևտուր անեք։ Դեռ քարտով Հետա գալիս, ինչքան գումար է հետ գալիս։ Ինչքան։ Վերջին ամսում ինչքան է եկել։ Ինչքան է եկել։ 10000 մեկ էլ 2%-ին 1000 քանի 100։ Այսինքն ստացվում է որ 20000 թոշակա, երկուսն իրար հետ 11000, թե ամեն մեկին։ 1000 քանի 100։ Երկուսն իրար հետ թե Չէ, մենակ ինքը։ Բայց ձեր հանեք դա, մի րոպե, 10000 թոշակը ավելացել է, 20000 պլյուս 10000, 10000, 40000 եղավ։ Եղավ 40000։ Նու կարող է մի ամիս մի քիչ պակաս, մի քիչ ավել, առողջության ապահովագրությունից օգտվում եք, չեք օգտվում, դե որովհետև Փառք Աստծո որ չեք օգտվում, որովհետև չի լրացել։ Նորա լրացել։ Բայց առողջ եք։ Հələ ես դեղերս ստենդա դրած երեք։ Հա, ստենդա դրած։ Ուրեմն երբ է լրացել 65-ը։ Ապրիլի 2-ին։ Բա արդեն կարակ օգտվեք Դե ուրեմն։ հələ ասма չկա անունը։ Եկեք Տիկին Ավանեսյան գործ եմ գտել ձեզ հա 65 ապրիլին լրացել է ոնց պետք է ֆիքսվի որ ինքը այլևս շահառ Որ ամսին լրանումա դրա հաջորդ ամսի 1-ից արդեն շահառ Մայիսի 1-ից արդեն դարել եք շահառ Դե հարցրել եմ չկա հələ Երբ եք հարցրել Այսօր մայիսի 8-ն է երևի Հարցնելու կարիք էլ չկա հեռախոսի մեջ ձեր որ բացեք Արմեդը քաշեք կտեսնեք այնտեղ ցույց կտա Ահա Էլ ինչ ունենք ձեզ համար մեկ էլ ունենք խաղաղություն Խաղաղություն, այս գորայքի ճանապարհները 18 թվից հետո չեն սարքվել։ Այս ասֆալտը որ արվել է։ 18 թվից հետո։ Ճստիկներով կարիք չկա։ Շատ լավ, էլ ինչ ունենք ձեզ համար։ Երեխեքը ինչքան են։ Դե երեխեքի առողջությունն էլ 5-րդ դասարանն է, մեկը 4-րդ դասարան։ Ահա, առողջության ապահովագրությունն էլ երեխեքի էլի կառավարության հաշվին է։ Այնպես որ լավ եղեք։ Քվեարկելու եք մեր օգտին։ Հաստատ։ Հաստատ, բայց հիմի ինչքան ձայն ամենտեղ գրելու եմ։ Այստեղ ձեր տնից քանի ձայն գրեմ։ Մենք հարմար մարդ չենք գտնում ուրիշ։ Ձեր տնից քանի ձայն գնեմ։ 4 հոգի։ Բա 4-րդ ուրա, 4-րդ ինչ տեսանք։ Հա, լա գնացինք։ Լա դե չսպասեցնենք, գնացինք։ Բարև եղբայր։ Բարև եկեք։ Բարև ձեզ։ Բարև, լավ եք։
Բարև եղբայր։ Լավ եք։ Լավ, շփվեցինք մի քիչ մարդկանց հետ։ Ինչ կա, որն է մեր պլանը։ Բնա։ Հետո անգերակոծն են, հետո բռնագործում են, հետո շքա։ Շատ լավ։ Անգերակոծում ամբուլատորիա ունենք։ Շատ լավ է։ Էլի ծրագրեր Շատ լավ, հələ Գորայք ամփոփենք, հետո անգեղակոթի։ Ինչքան բնակչություն կա Գորայքում։ 70 գրանցված է, բայց փաստացիացում է 2220։ Այս բնակիչներ են, հա։ Մնաց մտնենք բարև։ Մանավանդ ժամանակ ունենք, էլի հələ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Ոնց եք։ Լավ, ձեզ մի հատ բուկլետ, մեր բուկլետից տանք, մեր քարտեզից տանք, ձեր քարտեզից։ Բարև ձեզ, մեր բուկլետից եւ մեր ընդհանուր քարտեզից։ Լավ եք գործերը, տրամադրությունները լավ են։ Լավ եղեք, ուրախ ենք շատ։ Զգուշ։ Գորայքի ճանապարհներ 18 թվից հետո տեսեք ջրահեռացման համակարգեր են գործում։ Հիմա պետք է փորձենք ժամանակի մեջ ճիշտ տեղավորել, որովհետև ամենամեծ մարտահրավերը նախընտրական քարոզարշավի ժամանակի մեջ ճիշտ տեղավորվելն է, ինչը եւ կփորձենք անենք։ Բարև ձեզ, պարոն մարզպետ։ Ոնց եք։ Լավ են գործերը, դուք արցակ ուրթում եք։ Այո։ Լավ, շատ լավ։ Ալմուկը չափել, ասֆալտ։ Դե դժան 10-20 րոպե, 16։ Գորայքի ժողովուրդը, բարև ձեզ ժողովուրդ։ Գորայքից եք դուք։ Այո։ Բուկլետ ունեք արդեն, ձեզ քարտեզ նվիրեմ։ Շնորհակալություն։ Քարտեզ տվեք, հա։ Բարև ձեզ։ Լավ եք, տրամադրությունները լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց է տրամադրությունները։ Բարև եղբայր։ Քարտեզ նվիրեմ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Գորայքից եք դուք։ Այո։ Բարև ձեզ։ Որտե՞ք եք աշխատում։ Բարև ձեզ։ Լավ, դուք ոնց եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Դուք լավ եք, ամենակ։ Բարև ձեզ։ Գորայքից եք դուք։ Գորակի հարսը։ Իջիվանից է, Ուրախ եմ շատ։ Աչաջուրից է։ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էլի քարտեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Աջա։ Աթմատիկասից մի շտանգսն Կաթի ծրագիրը, կաթի աջակցության ծրագիրը ընդունում ենք, ասել եմ արդեն հանձնարարել եմ, այս շաբաթ կլինի։ Կաթի գնի սուբսիդավորման ծրագիր ենք ընդունում։ Ինչքան եք հիմա հանձնում։ 170 դրամով ոչի բան չեն կարող։ 170 բավատ գինա, հա։ Ինչքան եք բա։ 5 տարի առաջ 190 էր։ Բան կանենք։ Շատ լավ, սուբսիդավորման ծրագիրը ընդունելու ենք, այս շաբաթ կընդունվի։ Դե բայց ականջի հետև մի գցեք, էլի։ Չենք գցում։ Որովհետև գյուղերը բրծել են։ Չենք գցում։ Եկես կարող է շատ էլի մեր այս գյուղի կողմնակը սա սիրուն սարքեր են, շատ շնորհակալ ենք, բայց մեր ներքևի փողոցը բանա թերիա չկա, օրինակ մեր փողոցը չկա։ Որ փողոցը։ Ամենաներքևը։ Դե կսարքենք, հերթով կսարքվի։ Այս շուտ է սարքվել, 7 տարի։ Չէ, դե սուբվենցիոն ծրագրերով հերթով բոլոր փողոցները տենց փողոց չկա, որ հիմա ասեք պետք է սարքվի, ասենք չէ, որ չենք սարքելու, իհարկե կսարքենք, բոլոր փողոցներն էլ հերթով կսարքենք, անպայման։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Քարտեզ նվիրեմ ձեզ։ Ինչ կա, ինչ չկա, ինչ հարցեր ունենք բարձրացնելու, ինչ հարցա ձեզ հետաքրքրում, ասեք։ Գոհունակության ենք հայտնում ամեն ինչի համար։ Բացի գոհունակությունը պարզ է։ Պահանջներ ունենք, հետո Ասեք, հետո ժամանակ շատ չունենք, հա, այստեղ 20 րոպե ենք մնալու։ Այնպես որ անասնապահական գյուղը շատ լավ գիտեք բոլորդ էլ։ Մեր գյուղի փողոցների ժամանակին 10 նախիրեր դուրս գալիս, հիմա ընդամենը 2-3 նախիրեր դուրս գալիս։ Գիտեք ինչի համար։ ինչի։ Շշուշների ականջներից հասել, որ կաթի գինը սուբսիդավորում է պետությունը, կուզենայինք, որ արագանար այդ գործընթացը, մեկ էլ մեր դպրոցի վերանորոգումը ինչ-որ մի քիչ դանդաղել է, կուզենայինք դրան էլ ուշադրություն դարձնել, պարոն։ Դպրոցի հետ կապված ինչ պլաններ ունենք մենք։ Կրթամալ իրար լինելու, թե ստեղալ լինելու, բայց զրոյից պետքա կառուցվի նշանակում, չէ։ Ոչ բոլոր տեղերում կա, բայց այս արագությունը, բայց դե կարգավոր Այսինքն Գորայքում կրթամալ իրան լինելու, դե այդ շինարարությունը չի սկսել դեռ։ Սկսած է, ուղղակի արագության հետ է։ Նորոգման մասին եք ասում, թե կառուցման։ Նորոգվում է, թե կառուցվում է։ Չէ, այստեղ հիմնանորոգում է տված։ Հիմնանորոգում է տված, շատ լավ։ Պրոցեսը Բայց տեղի է ունենում, արդեն աշխատում են։ Մի քիչ դանդաղ աշխատում։ Հա, կարևորը որ աշխատում են, կարագած ձեզ տվեցի քարտեզ։ Ում չտվեցի քարտեզ։ Ում չտվեցի։ Ում չտվեցի քարտեզ ժողովուրդ։ Ում չտվեցի։ Ում չտվեցի քարտեզ։ Բոլորիդ տվեցի քարտեզ, բարև եղբայր։ Լավ, դուք ոնց եք։ Ում չտվեցի քարտեզ։ Շատ լավ, բոլորին տվել ենք։ Հիմա, դե եկեք երկու բառ խոսանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ։ Ես որտեղ գնում ես ձեր հետևից գալիս։ Որտեղից եք իս դուք։ Ստորից։ Հա, Գորայքից եք։ Բայց ես եմ ասել Ալեսիմոնյան ուրա։ Ալեն Սիմոնյանն էստեղ է։ Բաղ անպայման եկել ենք։ Չեմ տեսել իրեն։ Շատ լավ։ Կարողություն դավա։ Շատ լավ, այո։ Ես մի բան ունեմ ասելու։ Համեցեք։ Մեր մարզպետին մենք առաջ անգամ ենք տեսնում այստեղ։ Հա, լուրջ ասում եմ։ Ոնց կարծես։ անգամ մենակ վարչապետի հետ եկել վերջի։ Արդյոք քեզանից դու ամիսը մեկ անգամ 10 անգամ գնում ես քաղաք գալիս ես այստեղի քամիները, լրի քամիները, այս գրիշները տարել են 60 տարվա գյուղա, 70 տարվա գյուղա։ Ամեն օր քամին տանում է, հոստանքը։ Հա, ամեն օր քամին տանում է։ Բա մի բանով չօգնեն ես դու ասում։ Օգնեն, բայց ամեն օր պետքա պինդը լինի, որ տված են ղափանի համար է, այդ սունիկն է, չէ՞, վերջի վարչապետ գոտի է։ Չէ, մի րոպե, թող բողոքի ասի, թող բողոքի։ Պատամավորներ չենք տեսել այստեղ։ Որ պատամ։ Այս տարի չէ, ես քեզի չեմ էլ տեսել։ Սկզբից առաջ տարին երբ եկել ես այդ այլ։ Հոմենը Քրիստիանի համար չես դու։ 18-ից հետո ես չէ։ Ես Գորայք քանի անգամ եմ եկել։ 4 անգամ, 5 անգամ։ Դե գոնե մինիմում 4 Դու ավելի շատ ես եկել, քան թե իրեն։ Հիմա մենք ես տալիս ենք կրազի մանդիրով կա։ Կրազի մանդիրով կա, որ դե ճակուչ։ Որ Բարձրախոս ուրա ժողովուրդ։ Բարձրախոս։ Տվեք։ Մեկ։ Գորայքի սիրելի բնակիչներ։ Լսում եք, լսվում է։ Ես գոնե լսում եմ, երևի դուք եք լսում։ Նախ ողջունում եմ բոլորիդ եւ բարևում եմ։ Եվ տենց քարոզարշավի առաջին կետն է։ Հիմա ես այն օրը բան եմ արել, արձանագրել եմ մի բան, որ գնացել են Գյումրի Ֆրանսիայի նախագահի հետ, որ գնացել են Գյումրի,
Դե ընդհանրապես ավանդույթը տեսակ մարդիկ ինչ շատ բուրն են ընդունում, մեկ էլ զգացի, որ մեկ էլ մոտս հարց ծագեց, ասացի մարդիկ ինչի չեն ծափ տալիս, չէ, որովհետև անդադ sense բացականչություններ են անում, բայց ծափ չեն տալիս, մեկ էլ հասկացա, որովհետև բոլորի մի ձեռը օթում է։ Հիմա հետևաբար էս էլ է կյանքի հետաքրքիր փոփոխությունա ծափը որպես ժանր դուրս է գալիս, որովհետև մարդկանց մի ձեռը պարտադիր զբաղված է բջջային հեռախոսով, բայց ես առաջարկում եմ քարոզարշավի առաջին օրը մի հատ գրպանը դրեք բջջայինները եւ ծափերով ողջունենք իրար։ Այս հասկացա, այս եղավ հայերը։ Քարոզարշավի առաջին օրն է, ինչ հարցեր բարձրացվեցին։ Առաջինը փողոցները, սուբվենցիոն ծրագրերը հերթով փողոցները կարվեն։ Հաջորդը կաթի հետ կապված, ժողովուրդ կաթի հետ կապված կառավարությունը ես հանձնարարել եմ, պետք է նախորդ նիստում ընդունեինք, չհասցրեցինք, առաջիկայում գրավոր ընթացակարգով կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը կընդունի, բայց ես ուզում եմ մի բան ասեմ, տեսեք, երբ որ ասում եք նախկինում քանի նախիրեր դուրս գալիս, 7 նախիր, չգիտեմ, վերջը նախկինում 20 նախիր էր դուրս գալիս, ասում եք հիմա 2 նախիր է դուրս գալիս։ Հիմա ժամանակակից անասնապահության մեջ նախիր ընդհանրապես դուրս չի գալիս, ժողովուրդ ջան։ Մենք բանի գինը, կաթի գինը մի տարի կսուբսիդավորենք, 2 տարի կսուբսիդավորենք, 3 տարի կսուբսիդավորենք, բայց այդ մեթոդով արտադրած կաթը 10 տարի առաջ ասացիք, որ 190 դրամ էր, չէ՞ ով ասեց, այո ճիշտ եք ասում, 190 դրամ էր, բայց 10 տարի հետո այդ մեթոդով արտադրած կաթի գինը լինելու է 0, որովհետև ժամանակակից մարդը, ժողովուրդ ջան, փոխվել է, ոչ մեկ չի ուզում իր երեխու համար կաթ եւ իր ընտանիքի համար առնի կաթ եւ մածուն, որը 1000 ներողություն, ես չեմ մեղավոր, կյանքն է տենց փոխում, որը ձեռով է կթած, որը ձեռով կթվում է, լցվում է դույլի մեջ, դույլից լցվում է ուրիշ բանի մեջ, միջեսը մարսչանից փոխվում է, դրա համար մենք ինչ ենք անում, մենք անում ենք խելացի անասնագոմերի ծրագիր, գորայքից ընդհանրապես նախիր պետքա դուրս չգա, որպեսզի գորայքի կաթի գինը սուբսիդավորման կարիք չունենա, որովհետև այն կաթը, որը արտադրվում է խելացի անասնագոմերում, երբեք այդ կաթի գինը 200 դրամից այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում ցածր չի։ Հետևաբար մենք չենք կարա, ես անդադ այդ օրինակն եմ բերում, 1974 թվին 06-ը ինչ ավտո էր, լուրջ, երազանք է ավտո էր, ես նույնիսկ ուտանած, ես հիշում եմ, 75 թվին եմ ծնվել, ես ինձ հիշում եմ, ինչքանից կհիշեմ, 81, 82, 3 թվերից, 06-ը այդ բան էր, մանկության երազանք էր 06-ը, Եվ 2001 թվին ես ինձ համար 06 առել եմ իրականում, հարցը դա չի։ 06-ը այն ժամանակ 15000 ռուբլի էր, որը էկվիվալենտ բերենք բան, պետական գինը ընդ որում երևի 5000 էր, բայց շուկայում ուրիշ գնով էր վաճառվում։ Բայց հիմա մենք կարանք 15000 դրամով ներողություն բանով։ Վերջը 15000 ռուբլին համարժեք դրամով կարանք բան 06 վաճառենք, թեկուզ յուղը վրեն բերած կանգնացրած լինի։ Կտա, որ ձեզնից որևէ մեկը պատրաստ է, ով է պատրաստ բանը 15000 ռուբլուն համարժեք դրամով յուղը վրեն 06 ձեռք բերի, ով է պատրաստ։ Թող ձեռ բարձրացնի, ով է պատրաստ։ Ընդ որում ով ձեռ բարձրացներ, պատվիրելու եմ բերեմ եւ պետք է առնի։ Նույնն էլ կաթն է։ Այդ կաթը չի վաճառվելու ապագայում, մենք ինչ ենք ձեզ ասում ենք եկեք իրար հետ կողք կողքի կանգնենք, խելացի անասնագոմեր ստեղծենք, որովհետև այն կաթը, որը կթվում է, պետք է սարքի միջոցով կթվի, պետք է դույլի մեջ չլցվի, պետք է գնա սառնարանը մտնի, սառնարանը 4 աստիճան, ջերմաստիճանը 4 աստիճան պետք է մնա, մինչև իրան գան տանեն, այդ կաթը արժի մինիմում, ամենավատ դեպքում 200 դրամ, և 200 դրամից բարձր, սա շատ կարևոր հանգամանք է, հիմա բազմաթիվ հարցեր կան, ճանապարհ, տանիք, բայց մի րոպե, եկեք արձանագրենք, ես նոր պատահական մտա միտում, պատահական, ընդ որում
անդամներից մեկը էստեղ է, ասցին էստեղ է։ Ընտանիքում երկու թոշակառուներ են ապրում, ամենքի թոշակը բարձացել է 10,000 դրամով եւ ամենքը անկանխիկ այդ վճարից ստանում են 10,000-ական դրամ, 40,000 դրամ այդ մարդկանց եկամուտը ավելացել է։ Հիմա ինչ վերաբերում է տանիքի մեկին մյուսին ճանապարհներին, ես հետեւյալն եմ ասում, ես խոստանում եմ, որ բոլոր ձեր բարձրացրած այդ հարցերը կլուծեմ, բայց ես մի պայման ունեմ դրա դիմաց, մի պայման։ Գորհայ գյուղում, այս երկում պայմանավորվածությունը, Գորհայ գյուղում, այս պայծ սկսած, որևէ անձ, որևէ խանութում, որևէ առևտուր անելիս, այդ խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չի գալիս։ Դուք դա եք անում, ես էլ եմ մնացածն եմ անում, կարանք ես կետի վրա պայմանավորվենք, որովհետև կառավարությունը ասում եք տանիքը սարքի, շատ լավ, կաթը սուբսիդավորի, շատ լավ, թոշակը բարձրացնի, շատ լավ, մնացած հարցերը լուծի, շատ լավ, ոնց, ինչի հաշվին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ինչպես է ձևավորվում, այդ թվում ձեր առած առևտրի արդյունքում, եթե դուք ՀԴՄ եք վերցնում, բյուջեն փող է մտնում, որովհետև էլի ուզում եմ ասել, էս էլ է շատ կարևոր բան, դուք որ գնում եք խանութից որևէ բան եք առնում, արժի 100 դրամ, այդ ապրանքի մեջ 20 դրամ ավելացված արժեքի հարկն է, այսինքն հարկը ապրանքի գնի մեջ է, դուք որ ուզենաք էլ չեք կարող հարկը չվճարել, որովհետև դա ապրանքի գնի մեջ է։ Հիմա, երբ որ դուք մտնում եք խանութ եւ այդ 100 դրամանոց ապրանքը վերցնում եք, երբ որ դուք ՀԴՄ չեք վերցնում, դուք հնարավորություն եք տալիս, որ ձեզ վրա այդ ապրանքը վաճառածը այդ 20 դրամը պետական բյուջե չվճարի, բայց եթե դուք ՀԴՄ վերցնում եք, դուք իրան այդ հնարավորությունից զրկում եք, եւ հետեւաբար դուք այդ ՀԴՄ-ն եւ 20 դրամը ինձ համար չեք վերցնում, ձեզ համար եք վերցնում, որ անհրաժեշտության դեպքում տանիքի հարցը բարձրացնող մեր հայրենակիցը որտեղ է։ Հա, այ վերջին անգամ երբ եք ՀԴՄ վերցրել։ Վերջին շատ լավ, բայց ես ձեզ ուզում եմ մի բան ասեմ, Գորայքում կա լիքը չլուծված խնդիրներ։ Դա գիտեք ինչի՞ց է։ Դա այդ բոլոր խնդիրները հետևանք են նախորդող շրջանում մեր, այդ թվում իմ հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր չվերցրած ՀԴՄ-ների, որովհետև դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տրիլիոնների եկամուտներ է կորցրել եւ այդ տրիլիոնների եկամուտների բացակայությունն է այն բոլոր խնդիրների պատճառը, որը դուք այսօր տեսնում եք։ Եվ հետեւաբար իմ ուղերձը դա է, վերցնում եք ՀԴՄ, մենք պայմանավորվում ենք ձեր բոլոր հարցերը հերթով կլուծենք, պայմանով, որ դուք ոչ մի ՀԴՄ կապ չունի, ընդ որում Գորայքում եք առևտուր անում, Սիսանում, Գորիսում, Երևանում, թե որևէ այլ տեղ, առանց ՀԴՄ-ի որևէ տեղից չհեռանալ։ Եվ մեր ամենակարևոր ուղերձը, սիրելի ժողովուրդ, շատ կարևոր է արձանագրել, թե առաջիկա ընտրությունների ամենակարևոր թեման որն է։ Առաջիկա ընտրություններին ամենակարևոր թեման հետևյալն է։ Մենք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ծրագրով եւ կառավարության ծրագրով ձեր առաջ ստանձնել ենք մի գերագույն պարտավորություն։ Եվ այդ գերագույն պարտավորությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, բայց այդ խաղաղությունը նոր է եւ մանուկ է, այդ խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Եվ առաջիկա ընտրություններում անհրաժեշտ է, որ դուք միասնաբար տեր կանգնեք այդ խաղաղությանը։ Ես խաղաղությունը միշտ համեմատում եմ երեխայի հետ, նորածին երեխայի հետ, որովհետև այսօր շատ քննարկումներ կա, ի վերջո խաղաղությունը կա, թե խաղաղությունը չկա։ Խաղաղությունը կա, ինքը նման է երեխայի։ Երեխան, որ ծնվում է, ինքը կա, թե չկա։ Ինքը կա, ինքը արդեն ունի անուն, ազգանուն, ինքը արդեն անհատ է, ինքը արդեն քաղաքացի է, ինքը արդեն մարդ է, որը նախկինում չկար, ինքը կա, բայց եթե այդ երեխայի նկատմամբ խնամք չտանեք, այդ երեխան շանս ունի ապրելու, մեծանալու, ոտի վրա կանգնելու, չունի շանս, բացառված է, որևէ երեխա առանց խնամքի չի կարա մեծանա եւ ոտի կանգնի։ Այսօր նույնը խաղաղությունն է, խաղաղությունն էլ նորածին երեխայի նման ունի խնամքի կարիք, եւ ես ձեզնից ակնկալում եմ, որ դուք
տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք ձեր խաղաղությանը, ձեր զրկանքների եւ ձեր զողությունների գնով ձեռք բերված խաղաղությանը, որովհետեւ այդ խաղաղությանը տեր կանգնելով դուք դեր եք կանգնում պետությանը, դուք դեր եք կանգնում անկախությանը, դուք դեր եք կանգնում ինքնիշխանությանը, դուք դեր եք կանգնում ապագային։ 2021 թվականին մենք եկանք ձեզ ինչ ասցինք ապագա կա ապագա